Հայաստանի Հանրապետության քաղաքական սպանությունների էջը 2018 թվականի ցեսկում փակած է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունից 3 ամիս, 2 շաբաթ եւ 4 օր անց սեպտեմբերի 23-ին Մերձավանում իր տան բակում սպանվեց Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը։ Արդյոք այս սպանության դրդապատճառները քաղաքական էին թե անձնական, կպարզի նախաքննությունը, բայց երբ սպանվում է վերջին տարիներին ընդդիմության ընտրական ամենահամոզիչ հաղթանակի հեղինակը, այն էլ ընտրվելուց ընդամենը կես տարի անց, ապա միանշանակ է, ինչպիսին էլ լինեն դրդապատճառները, տեղի ունեցածը նախ եւ առաջ քաղաքական իրադարձություն է։ Ընդդիմադիր ապրելու երկիր կուսակցությունը ներկայացնող Վոլոդյա Գրիգորյանը Փարաքարի ընտրություններում հաղթել էր այս տարվա գարնանը։ Նրա ղեկավարած Միասնություն դաշինքը մարտի 30-ին կարողացել էր 57% ավելի քան 6500 քվե հավաքել։ Դեռ այն ժամանակ խոսակցություններ կային, որ ընդդիմադիր գործչի նման համոզիչ հաղթանակից հետո իշխանությունը կարող է խնդիրներ ստեղծել նրա ղեկավարած համայնքի համար։ Ինքը Գրիգորյանը սակայն ընտրվելուց անմիջապես հետո այդ հոռետեսական կանխատեսումներին գերադասում էր չհավատալ։ Ժողովուրդն է այդ քվեն տվել, թե կառավարությունը պետք է նայի, որ ինչ-որ ընդդիմություն է ղեկավարում համայնքում ու ինչ-որ պրոբլեմներ ստեղծի համայնքի համար, ժողովրդի համար, ինձ թվում է դա նորմալ չի տենց։ Ինձ թվում է ամեն ինչ նորմալ է։ Փարաքարն ի դեպ վերջին շրջանում հաճախ է հայտնվում քրեական պատմությունների կիզակետում։ Ամենաթարմ դեպքը կապված էր Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան ծնունդով փարաքարցի Նարեկ Մկրտչյանի եղբոր հետ, որին բերման էին ենթարկել օգոստոսի վերջին մեքենայում անօրինական զենք եւ թմրանյութ հիշեցնող զանգված հայտնաբերելուց հետո։ Փարաքար խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ։ Ուշագրավը ի դեպ, որ նորանշանակ դեսպանը, որ գարնանը դեռ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոններ զբաղեցնում, հենց այն ԿՊԱ-ական գործիչն էր, որի վրա ըստ մամուլի դրված էր Վոլոդյա Գրիգորյանի հաղթանակը կանխելու առաքելությունը։ Առաքելություն, որ նա տապալեց։ Ուրախ եմ, որ այսօր պատիվ ունեմ այս բազմամարդ հավաքի առաջ ելույթ ունենալու ի աջակցություն քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Լյուդվիգ Գյուլնազարյանին ի աջակցություն։ Առաջինն ինչ արեց իշխանությունը Փարաքարում տեղի ունեցած սպանությունից հետո դրա քաղաքական բնույթը բացառելն էր։ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը հանցագործությունից մոտ 30 ժամ անց վստահաբար պնդում էր։ Քաղաքական փակվել չի։ Կպարզվի, մեղավորները պատասխան կտան։ Ի տարբերություն մարզպետի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գոնե բացատրում էր, թե ինչու տեղի ունեցածը քաղաքական պատվեր համարվել չի կարող։ Բացատրությունը սակայն բավական ուշագրավ էր։ Հայաստանում բազմաթիվ համայնքներ կան, որոնց ղեկավարները ընդդիմադիր են, կամ ասեմ, չգիտեմ, որ Վոլոդյա Գրիգորյանը մեջներից ամենաարժանավորն էր, որ ընդհանրապես իմաստ չկա, որ իշխանությունը որևէ համայնքապետի սպանի։ Սպանության քաղաքական վարկածին չեն հավատում նաև քաղաքացիական հասարակության կարկառուն ներկայացուցիչները։ Նրանցից ոմանք, ինչպես օրինակ Դանիել Հյուրանիսյանը, Ֆակտոր TV-ի եթերում նույնիսկ կատակելու տրամադրություն ունեին։ Այո, Նիկոլ Փաշինյանը որոշել է ընդդիմադիր համայնքապետերին գնդակահարել։ Երեքշաբթի 5 շաբթի օրերին ընդդիմադիր համայնքապետերին գնդակահարելու, շաբաթ օրերին ընդդիմադիր պատգամավորներին, կիրակի օրերին ընդդիմադիր լրագրողներին, ամեն ամսվա 3-րդ 2 շաբթի օրն էլ ուղղակի ընդդիմադիր ակտիվիստներին։ Իսկ հոգևորականներին ամեն ամսվա 3-րդ կիրակի օրն էլ ընդդիմադիր հոգևորական։ Հանուն արդարության, սակայն պետք է ընդգծել, հայ հոգևորականներին առայժմ միայն դատապարտում են։ Երբ Միքայել Արտաշեսի Աջաբանյանին պետք է մեղավոր ճանաչել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ակնհայտորեն այլայլված եւ փոքրինչ շնչակտուր դատավոր Արմինե Մելիքսեցյանից Աչապահյանի մեղավորության մասին որոշումն ընթերցելու եւ նրա խափանման միջոցը անփոփոխ թողնելու համար ընդամենը
30 վայրկյան պահանջվեց։ Իսկ հայտարարել կապված։ Հոդվածները, որոնցով Շիրակի թեմի առաջնորդը մեղավոր ճանաչվեց, ենթադրում են պատիժների բավական լայն շրջանակ, տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։ Թե դրանցից որը կընտրվի, պարզ կդառնա սեպտեմբերի 29-ին, ակնհայտ է սակայն, որ իշխանություններն այժմ բավական լուրջ երկընտրանքի առջև են, թե եկեղեցու ներսում եւ թե աշխարհիկ շրջանակներում մեծ հեղինակություն վայելող Միքայել Սրբազանին ազատության մեջ թողնելը, այն էլ 2026-ի ընտրությունների շեմին, քաղաքացիական պայմանագրի համար կարող է լուրջ ռիսկեր պարունակել։ Բայց ազատազրկման հետ կապված պատժի սահմանումը կարող է նոր հարված հասցնել իշխող կուսակցության առանց այտել ոչ այնքան բարձր վարկանիշին, առաջին հերթին Աչապահյանի հայրենի Գյումրիում։ Կասեմ, որ դատարանը սխալ էր։ Սրբազանին վաղուց պետք է փաստորեն։ Իմ կարծիքով սխալ է։ Հասու մարդ է կարելի, պես բղծություն չէինք տեսել։ Ինչի հենց Սրբազանը։ Դե մենակ Սրբազանը չէ, իհարկե Սրբազանը երևի ավելի վառը խոսա, ավելի մտքի փայլը ավելի ուժեղ է, դրա համար այդ լույսն է պետք մի քիչ խավարեցնել երևի։ Խղճերը թող աշխատի, կարողանան հավատքով ընտանան ու նայեն դիմացը ով է։ Կամ բանել երևի։ Մեղավոր էր ըստ Սրբազանը։ Որ կսեք Սրբազան, էլ պետք չես էլ մեղավոր։ Իսկ ով է մեղավոր 2020 թվականի պատերազմի համար սեպտեմբերի 27-ին պատերազմի մեկնարկի 5-րդ տարելիցին ընթരാճ այս հարցի շուրջ բանավեճը թեժացրեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, նախ Facebook-յան գրառմամբ, ապա նաև Մատենադարանում արված հայտարարությամբ, ըստ որի հենց Փաշինյանի գործողություններն էին, որի վերջով ոչնչացրեցին Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը։ Այդ թեզերը ինքը կործանեց Ստեփանակերտում հայտարարելով Արցախը Հայաստան է եւ վերջ, ու պատերազմ բերեց։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ 2019-ին Ստեփանակերտում հնչեցրած այս հայտարարության եւ 2020 թվականի պատերազմի միջև ուղակի պատճառահետևանքային կապի մասին մեղադրանքները Նիկոլ Փաշինյանը միշտ է ծանր տարել։ Այս մի դեպքը եւս բացառություն չէր։ Հայաստանի վարչապետը Տեր-Պետրոսյանին այս շաբաթ հակադարձում էր թե Facebook-ում, 3 գրառում 1 օրում, թե հրապարակայնորեն, եւ եթե նախկինում Փաշինյանը հայտարարում էր, որ Ադրբեջանի հետ պատերազմը նախկիններից ստացած ծանր ժառանգության հետևանք էր, ապա այս շաբաթ նա իր արդարացումներում եւս մեկ քայլ առաջ գնաց, ըստ էության խոստովանելով, որ 2018-ին, երբ ինքը եկել է իշխանության, պատերազմը վաղուց արդեն գնում էր։ Հայաստանը պատերազմի մեջ չի եղել, ժողովուրդ։ Այսինքն պատերազմի մեջ չի եղել 18 թվին, 19 թվին պատերազմի մեջ չի եղել, 17 թվին պատերազմի մեջ չի եղել, 16 թվին չի եղել, 15-ին չի եղել, 14-ին, 13-ին, 12-ին, 11-ին, 10-ին, 9-ին, 8-ին, 7-ին, 6-ին, 5-ին, 4-ին, 3-ին, 2-ին, 1-ին եւ այլն չի եղել պատերազմի մեջ։ Իսկ Հայաստանի զինված ուժերում արդյոք հետևություններ արել են 2020 թվականի պատերազմից։ Այս շաբաթ Արցախի պաշտպանության բանակի լեգենդար հրամանատարներից մեկը, գնդապետ Արթուր Ավանեսյանը, Կանդազը, այս հարցի պատասխանն էր փորձում գտնել հետքին տված հարցազրույցում։ Իսկ այս ծանր պարտությունից հետո ոնց է կարծում դասեր քաղել են պաշտպանական մեր բանակում։ Իմ կարծիքով այո։ Անում են, բայց շատ դանդաղ տեմպերով։ Հայաստանի զինված ուժերի բարեփոխման տեմպերը սակայն հազիվ թե արագանան այս շաբաթ կառավարությունը միաձայն հաստատեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով գումարներ են հատկացվելու ակադեմիական քաղաքի շինարարությանը, պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրմանը, Երևանում առնվազն 2 միջազգային համաժողովների անցկացմանը, պաշտպանական ծախսերը հակառակը կրճատվելու են։ Թեև հաջորդ տարվա բյուջեի նախագծով կառավարությունը մտադիր է ավելի քան 15%-ով կրճատել ռազմական բյուջեն, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը այսօր պնդեց, դա բանակի բարեփոխումների վրա չի ազդի։ Ամենից կարևորը, որ որևէ մեկնարկած բարեփոխում իր մեկնարկը չի կանգնեցնելու։ Նշեմ ի դեպ, որ Հայաստանի ռազմական բյուջեն կրճատելու որոշումից ընդամենը 10 օր առաջ Ադրբեջանում տրամագծորեն հակառակ որոշումն էին կայացրել։ İldə Azərbaycanda müdafiə və təhlükəsizlik xərclərinin 8 milyard 714 milyon 800 min manat olması nəzərdə tutulur. Ադրբեջանի կառավարության սեպտեմբերի 16-ի որոշմամբ 2026-ին այդ երկրի ռազմական կարիքները բավարարելու համար հատկացվելու
կազմելու է բյուջեի ծախսային մասի 21%-ն, ավելի քան 5 միլիարդ ամերիկյան դոլար։ Today I will speak about our long road to victory and peace. Հարատև եւ ամենակարևորը փոխադարձ հարգանքի վրա հիմնված խաղաղության ձգտումների մասին չեն վկայում ոչ միայն Բաքվի ռազմական ծախսերն, այլև Իլհամ Ալիևի ՄԱԿ-ի ամբիոնից այս շաբաթ հնչեցրած հայտարարությունները։ The 10 November 2020 marks the capitulation of Armenia. 2020 թվականի նոյեմբերի 10-ը պատմության մեջ մտավ որպես Հայաստանի կապիտուլյացիայի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման օր, գրեթե 30 տարվա օկուպացիայից հետո։ After nearly 30 years of occupation. Այս շաբաթ սակայն լավ լուրեր եւս կային, մասնավորաբար հայաստանյան կարի արտադրամասերից մեկում աշխատող հնդիկների համար։ Օգոստոսի 7-ին Իջևանում գտնվող Իջգրանդ ընկերության շուրջ 200 աշխատակիցները բոլորը Հնդկաստանի քաղաքացիներ փակել էին Վրաստան տանող միջպետական ճանապարհն աշխատավարձի բարձրացում եւ չվճարած աշխատավարձերի պարտքի մարում պահանջելով։ Հայաստանյան տեսչական մարմինների միջամտությունից հետո ընկերության սեփականատերերը ստիպված էին եղել ընդառաջել հնդիկների պահանջին։ Չընդառաջելու դեպքում նրանք ընդհանրապես կարող էին առանց աշխատող մնալ։ Չափի ծավալը, բայց վճարեցին մեկ իրաց բարձրացրեցին աշխատավարձը, չկա աշխատուր, իրանց հույսին են կոպիտ ասած աշխատում։ Վերջում էլ ֆուտբոլի մասին։ Եվս 2 շաբաթ եւ հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 3-րդ փուլում Հայաստանի հավաքականը կհանդիպի Հունգարիայի ընտրանում։ Պորտուգալացիներից գրած նվաստացուցիչ պարտությունից եւ Իռլանդիայի նկատմամբ տարած անսպասելի հաղթանակից հետո, որ ուղով է ընթանալու Հայաստանի հավաքականը, հաղթանակների, պարտությունների թե անդեմ ոչ ոքիների։ Մարզական լրագրողների հետ ավելի քան 2 ժամ շարունակված զրույցի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի համար լավագույն արդյունքները ապահոված Վարդան Մինասյանն այս շաբաթ պնդում էր ազգային ընտրանին հաջողության հասնելու համար բավարար ներուժ ունի եւ ոչ միայն Հունգարիայի հետ խաղում։ Այս կազմը որ կա, ինքը ունակա ֆուտբոլ խաղալ ոչ թե տանջվելու դաշտում, ֆուտբոլ խաղալու, որը որ ինքը ցույց տվեց վերջի խաղին։